Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրն է։ Ղազարյանների ընտանիքին պատկանող ջերմոցում ենք։ Գյուղացու կատարած աշխատանքի ու ջերմատնային գործի մասին է պատմում հենց ինքը Էդգար Ղազարյանը։ Զբաղվում եմ մոտ 7 տարի է, 10 տարի կարելի ասել, ջերմոցի գործով։ Օգուտ էլ կա, վնաս էլ կա։ Միջատներն են շատ վնասում, քամիներն է, որ ճղում է, ցելոֆոնը, եթե ուժեղ է լինում։ Աշնան վերջին ամիսներն է, ջերմոցներում լոլիկն այլևս չի կարմրում, ջերմոցատերերն այլընտրանք են փնտրում։ Ջերմատնային աշխատանքն իր առավելություններն ունի։ Աշնանային ցրտերը չեն խանգարում գյուղացուն, որ իր աշխատանքը կատարի։ Հնարավոր է տարին 2-3 անգամ նոր բուսատեսակ ցանել ու ըստ սեզոնի շուկայում վաճառք ապահովել։ Տարին մոտ 2-3 անգամ կարող ենք բույս աճացնենք մեջը։ Օրինակ այնտեղ պոմիդոր է եղել գարունը, վարունգեր, հիմա պատրաստում եմ մարոլին, որ մարոլ դնենք։ Նորից դրանից հետո նորից արդեն գարնանային աշխատանքները նորից սկսում ենք։ 2500 քառակուսի մակերես ունեցող ջերմոցը Ղազարյանների ընտանիքը 5 մասի է բաժանել։ Սմբուկ, լոլիկ, վարունգ, լոբի ու կանաչի են մշակում։ Պատմում է, աշխատանքը շատ է, միայն ընտանիքով չեն հասցնում։ Ընտանիքով էլ ենք անում, շատ դեպքում աշխատուժ էլ է լինում, եթե չենք հասցնում։ Առանց աշխատուժի չեն կարող ամբողջ կատարին գործողությունը։ Լոլիկը դեկտեմբերից են սկսում ցանել, սկզբում առանձին տարաներում, հետո արդեն հանձնում են հողի փափկությանը, ոռոգում, մշակում ու մայիս ամսին կարմրաթուշ լոլիկներն արդեն շուկայում են։ Ցանելու process-ը լինում է դեկտեմբեր ամսից է սկսում։ Հայաթում ենք անում, հայաթն էլ կա ջերմոց, սրանց մեջ աճացնում ենք։ Դառնում այս շապի բույս, նոր բերում տեղադրում ենք հողում փետրվար ամսին, փետրվարի սկզբին տեղադրում ենք, ուղիղ սկսում աճել։ Ջերմատներում գյուղացին լավ արդյունք ունենալու համար ամբողջ տարին պետք է սեր ու ջերմություն դնի, մշակի բույսերն ու նրանց ուշադրություն դարձնի։ Հարկ եղած դեպքում ցրտերից խուսափելու համար ջերմոցի ներսում նոր տաքացվող ջերմոց կառուցի, պատմում է Զարթոնք գյուղի բնակիչը։ Ջերմատան մեջ այ երևում է սա, նորից մինի ջերմոց սարքվում, էլի բույսի մշակության համար, ասենք, եւ վառելիքի էկոնոմիայի համար։ Եթե պետք է լինում այդ մինի ջերմոցի մեջ նորից շշերով փոքր ջերմոցա նորից հավաքում, ու տենց բույսը աճեցնում են։ Եթե ոչ մի տարի գոնե 2 տարին մեկ անպայման պարտանյութով հարստացում է հողը, թռչնախ պա, խոզախ պա կամ հիմնականում դրանցով։ Գյուղում աշխատանքը ծանր է, բայց դժգոհությունները քիչ են լինում։ Միայն թե բերքի գինն է էժան, մշակման ծախսերը շատ։ Պետք է կարողանալ այս ամենը հավասարակշռել։ Եթե հասցնում ենք, մենք ենք տանում շուկա վաճառելու, եթե չէ վերավաճառողները շատ են, շատ են, գալիս են ընդհանուր հավաքում ենք, տալիս ենք, տանում են վերավաճառողները։ Թունաքիմիկատներն հիմի առանց թունաքիմիկատների ոչ մի բան չի լինում, որովհետև օդն էլ արդեն աղտոտված, թունաքիմիկատները միշտ էլ առնում ենք, իհարկե շատ թանկ է։ Միշտ էլ առնում ենք, սրսկումներն անում ենք, որ գոնե բերքը կարենանք լավից վատից պահենք, ապահովենք։ Ջերմոցում ամբողջ տարին աշխատանք կա։ Բերքը սեզոնի օրենքով է աճում, մեկը մյուսին տեղ է տալիս, սկզբում լոլիկը, հետո կանաչին, հետո հաջորդները։ Ջերմոցամշակումն այն գործն է, որտեղ պետք է հողը մշակել, անկախ դրսի եղանակից, լինի կիզիչ արև, թե սառնամանիք։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։